Ներկայացեք, խնդրեմ, 30 վայրկյանվա ընթացքում ուղղեք ձեր հարց, 30 վայրկյան դրեք մոնիտորին։ Բալիկեն Արմեն, ես ունեմ հարց Բորիս Մունազինին, դուք այսօր քննադատում եք խաղաղության գործընթացը եւ ասում եք, որ այլ ճանապարհ կար։ Բայց 13 տարիներ հենց դուք եք եղել իշխանության եւ ունեցել եք այդ ճանապարհները իրականացնելու բոլոր հնարավորությունները, եթե ձեր մոտեցումը իսկապես ճիշտ ու արդյունավետ էր։ Ինչու այդ տեղին չկնքվեց խաղաղության պայմանագիր, ինչու չլուծվեց հակամարտությունը եւ ինչու Հայաստանը չմոտեցավ կայուն խաղաղության։ Այսօր երբ Հայաստանը փորձում է հաստատել, պահպանել խաղաղությունը, ինչ կոնկրետ այլընտրանք եք առաջարկում, որ դուք ինքներդ չեք կարողացել իրականացնել ձեր իշխանության տարիներին։ Այդ դեպքում ի՞նչն է ձեզ իրավունք տալիս քննադատել ներկայիս խաղաղությունը։ Շնորհակալ եմ հարցերով, շատ հետաքրքիր հարցադրումներ էին։ Նախ Ռոբերտ Քոչարյանը եւ իշխանության է եղել 10 տարի, տասնյակ տարիներ չի եղել։ Մենք այդ 10 տարվա համար կարող ենք պատասխանատվություն կրել եւ հիմա խաղաղության գործընթաց չկա, ամբողջ խնդիրը դրա մասին է։ Ալիևի շահերը սպասարկելը, Ադրբեջանի շահերը սպասարկելը, ներկայացնել որպես խաղաղության գործընթաց, կներեք դա շատ մեծ միամտություն է։ Խաղաղության գործընթաց չի կարող լինել մի իրավիճակում, երբ կա պարտված կողմ, բանակը չվերականգնած կողմ եւ հանրային պառակտվածությունը խորացնող կողմ։ Ադրբեջանը, չէ՞ որ Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ զիջումների է գնացել հայտարարելով, որ կլինի պատերազմ ու մենք կպարտվենք։ Դա ինչ խաղաղություն է, որ գիտի որ հաստատ պատերազմ է լինելու, մենք պարտվելու ենք։ Դուք մենք բոլորս փողոցում ապրած մարդիկ ենք, չէ՞։ Դուրս մեկը եթե փողոցում ծեծ է կերել, ինչ որ մյուսի կողմից, այդտեղ հաշտությունը ծեծ ուտողը կարա սկսի, չի կարա, չէ՞։ Ծեծ ուտողը չի կարող, պրոբլեմն այն է, որ պետական հարաբերությունները դիմեն ասոցիացիոն դուք որպես պետություն այդ ծեծի մակարդակից չեք բարձրանում, պրոբլեմն է դա։ Լսեք, պարոն Թորոսյան, դուք մակարդակից մի խոսեք, դուք ազգային ժողովի ամբիոնից հայոյան հնչեցնող մարդ եք, ամոթ։ Ես հայոյան չեմ հնչեցրել, ես Լևոն Քոչարյանի հայոյանքին եմ պատասխանել։ Դա նշանակում է, որ դուք կյանքի իրական կանոնների ծանոթ չեք, դրա համար հակառակ Տիկին